Դուք եք Վարդան Ղուկասյանին դարձել քաղաքապետ եւ պետք է կրեք ամբողջ պատասխանատվությունը։ Պատասխանատվություն չենք կիսում կառավարման հետ կապված, գնդակը գտնվում է գործող քաղաքապետի դաշտում։ Կա այս մոտեցումը գյումրեցիների կողմից, որ իրենց խաբված են զգում, որովհետեւ քվեարկեցին Մարտուն Գրիգորյանի օգտին, բայց այնուամենայնիվ գնաց քվեն Վարդան Ղուկասյանին, այսինքն քվեարկել են այլ մարդու, քաղաքապետը դարձել մեկ այլ մարդ։ Պարոն Գրիգորյանը իր խոսքի տեղը եղավ եւ պահեց եւ ունեցավ այդ որոշումը եւ ունենք այն, ինչ ունենք այսօր։ Մարտուն Գրիգորյանի որոշման վրա ազդեց նաեւ հանրային ճնշումները։ Իրականում ես կծիծաղեմ այդ ենթատեքստում։ Նշվում է շատ հաճախ, որ Գյումրիը քաղաքականացված էր, ըստ ձեզ քաղաքականացված էր թե ոչ։ Որ հատվածը, որ ինքս հասցրել եմ հետևել, քաղաքական որևէ խոսույթ, որևէ բան չհնչեց։ Գյումրիում փողոցաշինությունը այնուամենայնիվ դանդաղում է։ Կապ չունի թե քանի թիմ իշխանություն է փոխվել, միևնույն է դանդաղում է։ Որպես ավագանի ինչ եք անելու, որ սա արական է։ Մենք տեղյակ ենք, գնում ենք տեղում, բնակիչներն են մեզ ահազանգում։ Ձեր քննադատված կետերից մեկը դա հայկական Դիսնեյ Լենդ ունենալն էր ծայրամասերից մեկում։ Այս Դիսնեյ Լենդի գաղափարը քննադատում են այն մարդիկ, ովքեր ժամանակին եղել են ավականու անդամ եւ որևէ կերպ այդ ակտիվությունը չտեսանք։ Վարդան Ղուկասյանին ցանկանում են հեռացնել նաեւ փեսային, չի լինի, հա, այս դեպքում կառավարում այնպես, ինչպես պլանավորվել է։ Սա արդյոք չի զրոյացնի ամբողջ արշավը, որը կատարվեց անդիմադիր ուժերի կողմից։ Մարտուն Գրիգորյանը բաց ակնհայտ խոսում էր այդ սցենարների մասին։